Միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքները խախտվում են, մարդու իրավունքների պաշտպանին այս հարցով հասցեագրվել են բազմաթիվ դիմում բողոքներ, իսկ իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել, որ երեխաները բախվում են կրթական, հոգեբանական եւ սոցիալական լուրջ խնդիրների։ Խոսքը կրթական նոր կարգավորման մասին է, ըստ որի երեխային դպրոց ընդունելիս նա ընդգրկվում է իր տարիքին համապատասխան դասարան, անկախ այն բանից նախորդ դասարաններում սովորել է, թե ոչ։ Ավելի պարզ ասած, եթե երեխան առաջին անգամ դպրոց է գնում 7 տարեկանում, նա անմիջապես ընդգրկվում է երկրորդ դասարան։ Արձանագրվել է, որ այս երեխաների մոտ առկա են նաև առաջին եւ երկրորդ դասարանի կրթական նյութը զուգահեռ յուրացնելու հետ կապված խնդիրներ, այսինքն երեխաները որոշակի չափով ծանրաբեռնվում են, հաճախում են երկարօրյա խմբակներ, լրացուցիչ պարապմունքների միջոցով են փորձում լրացնել նյութը, ինչը նաև նրանց զրկում է իրենց հանգստի եւ ժամանցի եւ տարիքին համապատասխան խաղի մասնակցելու լիարժեք հնարավորությունից։ Մարդու իրավունքների պաշտպանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը առաջարկել է վերանայել գործող մոտեցումները, կատարելագործել օրենսդրական դաշտը եւ ապահովել անհատական երեխայակենտրոն կրթական միջավայր։ Կրթական գերատեսչությունը այս մոտեցումը հիմնավորում է կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրով, քանի որ շատ ծնողներ հրաժարվում են իրենց երեխային դպրոց տանել, կարծելով, թե նա դեռ պատրաստ չէ ուսումնական գործընթացին։ Արդյունքում նախարարությունը որպես լուծում ներդրել է այս մեխանիզմը։ Կրթության նախարարությունից ժամին պարզաբանում են, թե ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց համաձայն դեկտեմբերի վերջի դրությամբ իր տարիքին համապատասխան դասարանում սովորող 777 երեխայից շուրջ 400-ը տառաճանաչ է, 174 երեխայի մոտ ընթերցողական հմտությունները ձևավորված են։ Մեր հիմնական առաջարկը եւ խնդրանքը մարդու իրավունքների պաշտպան գրասենյակին եղել է այն, որ եթե իրականացում են ուսումնասիրություններ, փորձեն մեզ տրամադրել այնպիսի օբյեկտիվ խնդիրների ցանց, որոնք մենք հաշվի առնելով կարող ենք առանձնացնել երեխաների խմբեր, որոնց դեպքում եւս կարող են այդ բացառությունները դիտարկվել։ Ցավոք սրտի մենք նման այսպես վերլուծություն կամ նման առաջարկ չենք ստացել։ Մեր վերանայումները, հետագա որոշումները կախված են լինելու երեխաների ցուցաբերած արդյունքներից։ Ոլորտի փորձագետները սակայն բազմիցս զգուշացնում էին երևույթի բացասական կողմերի ու սպասվող հետևանքների մասին։ Միաժամանակ նկատում ուսուցչի օգնական ինստիտուտը չի կայացել այնքան, որ կարողանա երեխային օգնել միանգամից 2 դասարանի ծրագիր յուրացնել։ Սա մոտավորապես նույն բանն է, որ նախարարությունը առաջարկում է եկեք շենքի երկրորդ հարկը սկսենք կառուցել, զուգահեռաբար կառուցենք նաև առաջին հարկը։ Դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Մանկավարժական տեսանկյունից անհնարին տարբերակ է։ Անհնար է, որ երեխան գա դպրոց եւ միանգամից 2-3 տարվա ծրագիր զուգահեռ յուրացնի։ Անկամ եթե դուք իրեն կցեք 10 ուսուցչի օգնական, ինքը չի կարող եւ առաջին դասարանի ծրագիրը հասցնել եւ երկրորդ։ Որպեսզի ինքը երկրորդ դասարանի ծրագիրը հասկանա, ինքը պետք է առաջի դասարանի ծրագիրը ավարտի։ Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը անկասկած համակարգային լուծումներ է պահանջում, սակայն այդ լուծումները չեն կարող իրականացվել երեխաների հոգեբանության ու առողջության հաշվին։ Մասնագետները պնդում են, կրթական բացերը չեն կարող լրացվել արագացված ուսուցմամբ ու պարտադրողական մեխանիզմներով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։